Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Ողջույն, ուրախ եմ, որ լսում ես, բարի գալուստ, այսօր ուրախ ես թե տխուր, արդյոք վախեցած կամ միայնակ ես քեզ զգում, արդյոք առողջ ես թե հիվանդ։ Ես չգիտեմ, թե դու ինչպես ես, բայց ես քեզ մի հրաշալի բան եմ ուզում ասել։ Աստված սիրում է քեզ։ Նա սիրում է քեզ այնպես, ինչպիսին կաս։ Երբ Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց, նա արդեն մտածում էր քո մասին։ Նա ուրախանում էր քեզնով նախքան քո ծնվելը։ Աստված սեր է, ինչ մեծ ուրախություն, Աստված սեր է, նա մեզ սիրում է, թող բոլորն ուրախանան և փառք տան, թող միշտ փառք տան, Աստված սեր է։ Աստված սիրում է աշխարհի բոլոր մարդկանց, մեծերին ու փոքրերին։ Այդ պատճառով էլ նա հիանալի նվեր ունի յուրաքանչյուրի համար։ Մենք այդ մասին կարդում ենք Աստվածաշնչում, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ով նրան հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Հովհաննես 3:16 Աստծո սերը մեծ է, նա իր որդուն ուղարկեց այս երկիր, որ մահանա մեր մեղքերի համար։ Հիսուսին թաղեցին, բայց 3 օր հետո Աստված նրան հարություն տվեց մեռելներից։ Եվ հիմա նա քեզ հրավիրում է, որ հավատաս Տեր Հիսուս Քրիստոսին, որպես քո անձնական Տիրոջ և Փրկչի։ Հավիտենական սիրով սիրել եմ քեզ, դրա համար գթասիրությամբ քեզ քաշեցի։ Արդյոք կընդունես Աստծո հրավերը։ Դու կլցվես ուրախությամբ և կարող ես այլևս չվախենալ։ Աստված միշտ քեզ հետ է։ Նրա սերը երբեք չի վերջանում։ Արդյոք ընկերներդ գիտեն սրա մասին։ Պատմիր նրանց, որ Աստված նրանց նույնպես սիրում է։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ haypoqrik@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։